Թողան տանը գյուլ են, սպան են, չեմ ընդունում։ Եթե ես կիրակի լիներ ընտրություններում, կընտրեիք։ Ես իմ ձայնը ճիշտն ասեմ, ոչ թե Պետրոսյանին գտամ, ոչ Քոչարյանին գտամ, ոչ Սերժին գտամ, ոչ էլ Փաշիկին գտամ։ Ես իմ ձայնը գտնում եմ, եթե չեմ սխալվում, Արման Թաթոյանը ինքը այն ժամանակներում եղել է մարդու իրավունքների պաշտպան, ինքը երևում է գրագետ տղա է, խելացի տղա է, օրինակ եթե ես իմանամ, թե մեր հայ ժողովուրդը իրենք կմտածեն, երկար մտածեն, ես գիտեմ, թե տուն կարելի է։ Քոչարյանին։ Ճիշտն ասած դեռ չեմ կողնորոշվել։ Ես չեմ պատասխանի, գործ չունեմ։ Ինչու։ Ես չգիտեմ։ Դու ախը կինարմատիկ չեմ ուզում ասում, լավ, ողջույն։ Անհարմար վիճակի մեջ դրեցիք ինձ։ Դեռ չգիտեմ անկեղծ ասած։ Բայց հավակնությունը Ստիկոր Փաշինյանն է։ Ես հələ չեմ կողնորոշել։ Սամվել Կարապետյանը։ Քորիկ չեմ ուզում խառնվեմ ոչ մի բանի։ Ինչի վախեցնում եք քաղաքականությունը։ Թե վստահություն չի ներշնչում։ Շե վախել է, խի, ճիշտն ասենք էլի։ Խի խառնվենք իրանց գործերին, խի դժվենք։ Դժվում են, ովքեր խառնվում են։ Ինձ է տես թվում, չգիտեմ։ Բացի հանրապետականներից, ազգի տավաճաններից կպային։ Դե Սամվել Կարապետյանն բենք անի, չէ՞։ Ճիշտն ասած, մենք ոչ մեկի վրա էլ հույս չունենք ու ոչ մեկի էլ կարողա չընտրենք։ Ոչ մեկին չեմ գնա ընտրության։ Ներքաներից էլ, անցածներից էլ, մի հատ կարգին բան ժողովրդի համար չկա ախր, ում ընտրես։ Սենց կոպիտ ասավ կներես ավտոճարժի վրա թքած ունեմ սաղի վրա։ Ես ոչ մեկի չեմ ընտրում։ Թողան տանը գյուլ են, սպան են, չեմ ընդունում։ Ընտրությունների ժամանակ բարձ կլինի։ Ով կընտրի ժողովուրդը կընտրի, մեր կմնա վարչապետ իրեն։ Նախ Նիկոլին չէ, մնացած ով լինի կքվյարկեմ։ Ներկա պահին ում դուր ուզում է գա չգա։ Ես զգում եմ, որ ներկա պահին մնացել է մենակ Փաշինյանը։ Եթե չխանգարեն այդ մարդը կարա ինչ-որ մի բան էս երկրի համար, որ արել է, առավել ևս անի։ Ոչ մեկին։ Չեմ արմալ չեմ, ես խաբար չեմ ոչ ես բաղում։ Դժվարան պատասխանել չգիտեմ։ Ես եթե Արման Թաթոյանին ընտրեն, ես կընտրեմ։ Այդքան ես Արցախից եմ։ Մենք շատ դժվար ժողովուրդ ենք։ Չեք էլ իմանում ինչ անենք, ոնց անենք։ Մեզ համար շատ դժվար է բալես։